Եկեք ինքնաբացարկների մասին նորից խոսենք, որովհետև շատ է հետաքրքրում մարդկանց, գրված էր հայտարարել էիք, որ դեռ 12 անդամ էլ ինքնաբացարկ է հայտնելու, որ խնդրեմ կմանրամասնեք։ Ինչպես մենք անընդհատ նշում ենք, մեր պլանները բոլորը լուրջ են, ծրագիրը սկզբից մինչև վերջ կզված է, 100-օրյա է, հստակ է, այս ակցիայից բռնած ինքնաբացարկներով բրծած բոլորը լուրջ են։ Դա պլանավորված գործողություն է եղել, ինչպես գիտեք, խորհրդարանում 100 օր հետո անկախ արդյունքից հաղթելու, պարտվելու դեպքում մենք պետք է ինքնաբացարկ ներկայացնենք։ Մենք մեր ուժերը ռեալ գիտենք, այնպես չի, որ 60% ենք հավաքելու, անհրաժեշտից է ավել քանակի դեպուտատի թեկնածուներ մնացել են, իսկ մնացածը վայր են դրել մի պարզ պատճառով, որ այն ժամանակ շատ երկար է դառնալու, այսինքն մենք վայր ենք դնելու, հետո մեր հաջորդ համարները դա ընդունելու են, հետո նրանք են վայր դնելու, հետո նրանց հաջորդ համարներն են ընդունելու, ու որպեսզի այդ process-ը չդառնա, որ մենք 100 օրով ենք եկել, բայց մի 6 ամիսա տենց մանդատ ենք վայր դնում, մենք այնպիսի վիճակի ենք բերելու, որ մեկ անգամ կարիք լինի մանդատ վայր դնելու։ Ավելին, եթե օրինակ ասենք անցնենք 8%-ով ու ներսում ունենանք 10 պատգամավոր, այն 11-ից սկսածն է հենց այդ օրերին էլի վայր են դնելու։ Այսինքն ոչ թե սպասելու են եղած պատգամավորները վայր դնեն, մանդատը անցնի իրանց նոր իրանք վայր դնեն, այլ մինչև դա են անելու։ Դա համ նրանց է ապահովում, որ ինչ-որ ճնշումների չենթարկվեն, դուք տեսաք քաղաքապետարանում, օրինակ մի հատ ընդդիմադիր ուժի ճնշեցին, արդյունքում ընտրեցին նրանք Ավինյանին։ Այդ տենց բաներից պաշտպանված լինելու համար մենք մեզ ապահովում ենք, համ էլ մեր խոստումը 100% կատարելու համար ենք դա անում։ Դա հստակ պլանավորված ակցիա է, մի պատճառով չի հայտարարվել, որտեղ բոլորը ինտրիգ են սիրում, որ այդ ինտրիգը լինի, դուք եք հարցնեք, մենք հստակ պատասխանենք իմանանք։ Այսինքն բանը չի քանդվում էլի, բոլորին դեմը չի կարա քանդվի, որովհետև այս 18 ուժերը այնպես են աշխատում, որ բոլորին դեմը պնդանում, ամեն օր նոր մարդիկ են միանում, գրում են, աջակցում են տարբեր ձևերով էլի։ Նույնիսկ բոշկաները տրամադրել են, չեն կարել։ Այսինքն մարդ կար, որ կողմեր բոշկա գլորենք, ուղղակի իր դեմքով չէր ուզում դա լիներ, բոշկաները տվելա, որ գլորենք։ Այն հստակ պլանավորված գործողություն է, մի պատճառով, որ մենք օրակարգը 100%-ով կարանանք պատշաճ կերպով կատարենք։ Նախորդ անգամ ասացիք, որ վերջին 50 համարներն են ինքնաբացարկ հայտնել, բայց դիմացի համարներից եւս կան հայտնողներ։ Արդյոք ինչ-որ տարաձայնություններ չեն եղել։ Այդ զուտ ոնց որ այս գործը ով կանին, այսինքն մեր համարները այն ուժերի պես չի էլի, որ թանկ առևտուրով բաշխված է, ով որ հավես ունի այդ ջանքը իր վրա կրի, իրանք է կարելու են։ Հիմա կարող է ես այդ բան չի փոխելու էլի, ընդհանրապես կապ չունի, որ ես երկրորդ համարն եմ։ Պարզ մեր օրինակ, մեր վարչապետի թեկնածուն մեր առաջի համարը չի։ Այդ ոնց որ մեր մոտ է դասավորությունը ընդհանրապես կարևոր չի։ Կարևորը լինեն հաստատական բոլորին դեմ մարդիկ այդ գործը անող, ովքեր կան։ Էդ է։ Սոցիալական մեդիայում շատ են հոլովակները ձեր մասին, որ մարդիկ ընտրում են ձեզ, ընտրելու են հենց Սպայդերմենի համար թեկուզ, որ խնդրեմ կասեք ինչ եք կարծում, ինչպես կլինի, ինչ Ասեմ ձեզ, մենք ինչքան ջանք ունենք, դնում ենք, որ մեր քաղաքացիներին, ում շատ սիրում ենք, ցույց տանք, որ այս ամենը նորմալ չի։ Այնպես չի մենք պարապեինք, մանկուց երազել էինք Սպայդերմենով մասնակցենք ընտրություններին, բայց դա ուղիղ ցուցիչն է, թե ինչ վիճակում է Հայաստանը այսօր։ Բոլորը փրկիչ են ուզում, բոլոր ուժերը ունեն իրենց մեջի իրենց փրկիչին, այսինքն դրանք կուսակցություններ չեն։ Տերով ինչ որ շարժումներ են, որ տերը, ասենք, արտագաղթի այդ կուսակցությունը կվերջանա։ Դա ծաղրելի է, Հայաստանը այս վիճակից դուրս է գալու թիմային ձևով, ոնց որ Կարեն Վարդանյանն էր ասում, հաղթում են թիմերը, անատները չեն հաղթելու։ Մենք Սպայդերմենով ծաղրում ենք այդ սուպեր հերոսությանը, դրա երազանքներին, այդ ամեն ինչին, ու նաև այս մեր ամբողջ process-ով ցույց ենք տալի, որ այս ընտրական ձևով, այս կանոնով կազմվող խորհրդարանին, հետո դրանից հետո սուպեր վարչապետին մենք դեմ ենք։ Այդ ամենը նորմալ չի։ Այդ ամենի հետևանքով է, որ մեր վրա ռումբեր են ընկնում, մեր փողոցներում կանանց են քաշքշում, նախագահներ, վարչապետներ իրար համբալ են ասում։ Ես չեմ ուզում մեր երկիրը տենց լինի, դա նորմալ չի։ Օրինակ այսօր ակցիան կտենակ, ոչ մի հատ ավելնորդ արտահայտություն չի լինել։ Սենց ասեմ, ոստիկանության կարիքը նույնիսկ չկա, որ ինչ-որ բան հսկի։ Սա իդեալական անցնելու է։ Դա նորմալ է։ Այն անորմալը ինչ-որ մեր երիտասարդ ժամանակ էր, որ նորմալ մարդիկ չէին հայոյում կանանց մոտ առավել ևս։ Ու մենք դրան ենք ձգտում։ Պետք է դա դառնա նորմալ։
ու ինչքան ուժները սպատի այնքան ենք անելու, իսկ քանի որ մենք հնարամիտ ենք, բնես չի պարապ մարդիկ ենք, ամեն մեկս մեր ոլորտի նորմալ արդյունք ցույց տված մեկն է։ Մենք կարողանում ենք գործը ավելի հնարամիտ անել։ Մենք չենք տենց կոստյումներով Արարատին նայող դեմքերով նկարվելու, վերևնի գրեինք ընտրեք ձեր ապագան, էլի։ Մենք ճեղքում անողներ ենք, այնա հեսա բոշկի գլորեն կտենակ ոնց են ճեղքում, էլի։